Այժմ մեր տաղավարում վերլուծությունների ժամանակն է հարգելի հեռուստադիտողներ եւ արդեն այստեղ է Արմեն Չիբուխչյանը, վերլուծաբան, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Երևի սկսենք փաստից, որ նախագահ Թրամփի ասիական այցը շատ լուրջ մտահոգվելու առիթ է դարձել Ռուսաստանի համար, եթե նկատի ունենանք, որ պատժամիջոցները Թրամփի կարծես թե արդեն սկսել են ազդել ոչ միայն Թրամփի, նաև Եվրոպայի իհարկե, բայց երբ որ միացավ նաև Թրամփը ու համատեղ սկսեցին գործել, ավելի զգալի դարձավ։ Ամենակիչ օրինակ Լուկոյլի օրինակը այսօր հրապարակվեց, որ փորձում են վաճառել ընկերությունը, որովհետև այս պատժամիջոցները ընկերության ակտիվները արտասահմանում Եվ բազմաթիվ այսպիսի Լավրովը հայտարարություններ արեց, որոնք նույնպես խոսում էին այդ մասին, որ այլևս այդ հարձակողական վիճակը չկա, Պուտինից դեռևս ձայն չկա այսօր համենայն դեպս, բայց Պուտինի բանագնացը եկավ Միացյալ Նահանգներ ու մոլորված ետ գնաց։ Մենք ես եզրակացրեցի, որ տապալվել է հանդիպումը եւ այսօր արդեն եկան, դե ակնհայտ էր, որ տապալվել էր, այսօր արդեն միջազգային մամուլը, տելեգրաֆները մնացածը հրապարակում են, որ Դմիտրիևի այցը տապալվել է Միացյալ Նահանգներ, դե որպեսզի իրավիճակը հասկանանք, Տրամպը այստեղ շատ հետաքրքիր սարկազմով արտահայտություն արեց, չէ՞ մի քանի օր որ առաջ որ ասեցին, որ Պուտինն ասում է, որ այդ պատժամիջոցները իրենց վրա չեն ազդում, Տրամպը ասեց շատ լավ ուրախ եմ իրենց համար, շնորհավորում եմ 6 ամսից կխոսենք, հա։ Տեսեք, իրականում կա այդ վտանգը, որ եթե դու ուշադիր չհետևես պատժամիջոցներին, այսինքն տենց դնես ու հետևողական չլինես, ինչ որ մի ձև կգտնեն շրջանցելու։ Այս պատժամիջոցները բավականին լուրջ են, հաշվի առնելով, տեսեք, որպեսզի իրավիճակը պատկերացնենք, համել ռեգիոնալիստների համար հատուկ որ լսեն, էլի, թե չէ փայփայում են Պուտինը հեսա պետք է ուժեղանա, վերադառնա, պայմանավորվի, իրանք էլ տենց խաղեր տան։ Հիմա հարցը հետևյալն է, ուրեմն Պուտինը սովետական միությունը ոչ մեկ չգիտեր որ կքանդվի, որը մեկը չէր պատկերացնում, ոչ մեկ չէր հասկանում իրական Ռուսաստանի սովետական միության տնտեսական վիճակը, իսկ որ պատկերացնեք սովետական միությունը 15 հանրապետություն էր, 300 միլիոն բնակչություն մոտավորապես, համարը Միացյալ Նահանգների չափ, եկեք ճիշտը խոսենք, այսինքն շատ քիչ էին Միացյալ Նահանգների սովետական միությունը բնակչությամբ տարբերվում։ Եվ իհարկե տնտեսության մեջ տարբերությունը ահռելի էր, այ հենց այդ պատճառով սովետական միությունը փլուզվեց։ Դրա համար մենք ասում ենք Չինաստանը սովետական միություն չի, դրանք արդեն ամենակարևորը տնտեսական ուժով գրեթե հավասար են Միացյալ Նահանգներն ու Չինաստանը։ Իհարկե դեռևս Միացյալ Նահանգները շարունակում է առավելություն ունենալ, հաշվի առնելով բնակչության քանակը, տեխնոլոգիական զարգացումը, եթե այդ առումով նայում ենք, Միացյալ Նահանգների առավելությունը շարունակում է դեռ մնալ, բայց վտանգը հենց այնա, որ Չինաստանը շատ մեծ թափով փորձում է առավելությունը թեքի իր կողմ։ Հիմա ոչ մեկ չէր սպասում, որ դա կլինի, իսկ իրականում սովետական միությունը քանդվեց տնտեսության պատճառով, որտեղ իրենք, որ եթե տնտեսությունը ուժեղ լիներ, իրենք հասկանային, որ իրանք ունեն զարգացման տարբերակներ, դա չէր քանդվի, որ Ռուսաստանը հաստատ չէր գնա այդ քայլին, հա, Մոսկվան։ Հետևաբար նույնն էլ հիմա որևէ մեկը չգիտի, որ հաջորդ քայլից հետո ինչ կարող է լինել։ Այսինքն եկել է, դուք հիշում եք ընդամենը 10 տարվա աֆղանական պատերազմը, հա, ասենք, չգիտեմ, տարբեր պատերազմներում, սառը պատերազմի ընթացքում նաև տային տակ պատերազմներ, որտեղ իդեպ շատ չի տարբերվում։ Եթե մենք ուշադիր նայենք վիետնամական պատերազմը, ի վերջո սովետական միությունն էր ներգրավված, հա։ Արաբա-իսրայելական պատերազմները, ի վերջո սովետական միությունը մի կողմից, Միացյալ Նահանգները մի կողմից, այսինքն տեսեք, այդ սառը պատերազմի փուլը, որ մենք ասում ենք, այդտեղ բազմաթիվ տակ պատերազմներ են, կորեական պատերազմից սկսած, հա։ Երբ որ այսպես մենք նայում ենք, անընդհատ ինչ-որ պատերազմական վիճակներ են եղել գերտերությունների միջև պայքարի, պրոքսի, հիմա նույն բանը անում է Չինաստանը, որպեսզի ռեսուրսները քաշի Միացյալ Նահանգներից։ Չինաստանի վեկտորի մի քիչ փոփոխություն կա կարծես թե։ Տեսնենք, այդ մասին կխոսենք, որ աշխատանքային փաստաթուղթ կա արդեն, ֆրեյմվորք են մշակել, որը պետք է ներկայացվի Սի Ցզինպինի եւ Դոնալդ Թրամփի քննարկմանը, Գրիերն ու Բեսենտն ասեցին, որոնք հիմնական բանակցողներն են։ Այդ մասին մենք դեպք չխոսեցինք, մոռացանք, որովհետեւ այստեղ կարեւոր է հասկանալ, որովհետեւ իրոք այդ փաստաթուղթը մշակվել է փաստորեն եւ Թրամփը հույս ունի, որ պետք է ստորագրվի, բայց ինչի մասին է դա, արդյոք դա հետաձգման մասին է խնդրումը, թե խնդրումը լուծելու մասին է, մենք դեռ չգիտենք։ Էքսպերտները ենթադրում են, որ խոսքը ընդհանրապես հետաձգման մասին է, այսինքն նորից այն, որ 90-օրյա փուլերի մեջ էին մտնում, այդպես ինչ որ հարցը գլոբալ չի լուծվում, ես չեմ էլ կարծում, որ կլուծվի։ Հուսով եմ, որ կլուծվի, բայց չի լուծվի։
իմ կարծիքով։ Հիմա տեսեք ինչն է խնդիրը։ Ամբողջ խնդրեմը նա է, որ դու չգիտես, որ հաջորդ քայլից հետո կարող ամեն ինչ փլվի Ռուսաստանում, հա, կոպիտ ասած։ Դա հանգամանք է, որ պետք է հաշվի առնել։ Կարող է չփլվի այս պահին, կարող է հաջորդ պահին, կարող է մյուս պահին, ոչ ոք չգիտի։ Դրա համար ասում, սա պետք է նրբորեն հաշվի առնել, որ ինչա կատարվում։ Հիմա տարօրինակաբար Պուտինը խառնվեց իրար։ Իսկ ինչի են Կիրիլ Դմիտրիևին ուղարկել, տեսեք, եւ ինչի եկավ հենց Սկոտ Բեսետի մոտ, որոշ մանրամասներ են բացահայտվում։ Ուրեմն ինչա պարզվում։ Ինչու իբր թե չեն հասկանում Տրամփն ու Ռուբիոն։ Բեսենտի թե Վիտկոֆի։ Վիտկոֆի։ Ճիշտ եք, շնորհակալություն։ Ինչու իրար չեն հասկանում, ասենք Թրամփը, Ռուբիոն այս պահին, ասենք Լավրովն ու Պուտինը, որովհետև արանքում եղել է մի հանդիպում, երբ որ Վիտկոֆին ուղարկել էին Մոսկվա, հիշում եք Թրամփն պատմել, որ 5 ժամ հանդիպում եղավ, չգիտեմ ինչ որ զանգում էր ինքը հաչեր վերցնում եւ այլն, հա։ Հիմա ինչա պարզվում, Անկորիջի հանդիպման ժամանակ Ալյասկայում իրականում Վիտկոֆը բերել է մի ծրագիր, որտեղ Դոնբասի զիջելու դիմաց հաստատվում է հրադադար։ Եվ դուք հիշում եք, որ ի սկզբանե այդ պլանը հենց առաջին հանդիպումներից հետո էլ առաջարկում էր նույն բանի վրա ճնշումը, Զելենսկու վրա ճնշումը եւ այլն։ Վիտկոֆի գաղափարն է, որին Մոսկվայում համոզել են, գլուխը շոյել են, բացատրել են, այսինքն կոպիտ ասած կներեք կուտը տվել են, որովհետեւ իրանք Դոնբասը չեն կարողանում վերցնել, իսկ մնացել է ամենաամրացված հատվածը Դոնբասի, որտեղ իրենք հիմա տեսեք նույնը ասենք խոսում են, չէ՞ էլի հայկական լրատվամիջոցը, մտան Պոկրովսկ ռուսները, Պոկրովսկը միջև վերցնեն ռուսներին, ինչը մտնել։ Այնտեղ անընդհատ այնպիսի մարտեր, այնպիսի նոր պատերազմ, որ մտնել դուրս գալու մասին խոսք չկա։ Հիմա այդ նույն Պոկրովսկով իրենք կարող են տասնյակ հազար որ զոհեր տալ, նոր գրավել կամ չգրավել, հա, այդ է հարցը ամբողջ խնդիրը։ Իրականում այս պահի դրությամբ Պոկրովսկը չի գտնվում ռուսների վերահսկողության տակ եւ մտնելու մասին էլ խոսակցությունները շատ ճոխ են։ Այդտեղ հիմա գնում է մաքրում։ Ինչ որ խմբեր մտնում են, ուկրաինացիները մաքրում են, դրա մտնելու մասին խոսք չկա, բայց այդուամենայնիվ պետք է հասկանալ, որ տեսեք ամեն մի գյուղի համար, ամեն մի փոքրիկ քաղաքի համար, ոչ մի մեծ քաղաք միջև հիմա չի գրավել։ Գեներալ Քեյնը, որը շատ հայտնի գեներալ է, որը պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի ղեկավարն է, որը շատ հեղինակավոր էքսպերտ է, որին շատ հարգում են, որը Fox News-ի հիմնական ռազմական էքսպերտն է, որը եղել է 99-ից 2003 թվականին ամենաբարձր պաշտոններից մեկն է ունեցել Պաշտպանության բանակի Պաշտպանության նախարարության Պենտագոնի երկրորդ մարտն է եղել ռազմական հարցով։ Գլխավոր շտաբի պետ։ Այդ միացյալ շտաբերի պետի տեղակալն է եղել, հա։ Ինքը ասեց, որ Ռուսաստանի վիճակը ծանր է։ Իրականում իրանք մի հատ մեծ քաղաք անգամ չեն կարողացել գրավել, այս 22 թվականից հետո իրանք որևէ մեծ քաղաք չեն կարողացել գրավել։ Եվ այդ բոլոր այդ անունները, բայց կորուստներ, այո, հենց այդ էր ասում, եւ միլիոնավոր կորուստներ, եւ ասում էր Պուտինի հույսը որն է, որ ինքը այնքան է ուզում իր ժողովրդին զոհի, մտածելով, որ ուկրաինացին չի զոհելու իր ժողովրդին այդքան, իսկ ինքը այդ մսացուն ունի, եւ ասում էր ինքը այո, ասում էր իր տակտիկան դա է, որ կհոգնածնի եվրոպացիներին։ Այնտեղ մենք նաև ասում ենք, չէ, քաղաքական ասպեկտով էլ ինքը Եվրոպային փորձում է իշխանություններ փոխի, աշխատում է եւ այլն, որովհետեւ Եվրոպան դադարի օգնի Ուկրաինան։ Այսինքն իր ծրագիր ինքը հասկանում է, որ ինքը չի կարող վերցնել Ուկրաինան։ Այսինքն արդեն եզրակացությունը տարբեր տեղերից տալիս են։ Միակ խնդիրը, որ իր ժողովրդին զոհելով, սպանելով քաղաքական իրավիճակ փոխելով, մտածելով, որ ուկրաինացիները չեն գնա այդքան զոհերի տարիների ընթացքում, հա, մոտավորապես։ Դրա համար այս տնտեսական հարվածը Պուտինի համար բավականին ցավալի է, որովհետև պատերազմը շարունակելու ռեսուրս պետք է ունենալ։ Իսկ եթե ինքը չունենա ռեսուրս պատերազմը շարունակելու, այդ մսացոններն էլ իրան չեն օգնի։ Այս ամբողջ խնդիրը։ Իսկ Ուկրաինան ու եվրոպացիները մեծացնում են, այո, կարող է։ Իսկ եթե մեջքին չունենա Չինաստան, ռեսուրս չի ունենա։ Ամբողջ խնդիրը սա է։ Այսինքն տեսեք, եւ մի բանով ասեմ ու ավարտենք, եւ գեներալ Քեյնը մի հետաքրքիր բան ասեց Ջեք Քեյնը ասեց, ինքը եթե հույսը դրել է դրա վրա, ինքը մահացու սխալ է։ Գնանք Գովազդի։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը եւ դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի եւ ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։
Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով։ Իսկ հեռուստացույցով, սեղմելով մեկ կոճակ, նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Շարունակում ենք զրույցը պարոն Չիբուխչյանի հետ, բնականաբար խոսքը դարձյալ պետք է գնա Ռուսաստանի ոտնձգությունների մասին, որոնց զսպելու փորձեր է անում աշխարհը եւ այսօր նախագահ Թրամփը մի հայտարարություն արեց, ակնարկելով, որ այդքան խաղաղություն բերեց ինքը 8 ամսվա ընթացքում առանց կրակոցի եւ որ հնարավոր է փաստորեն խաղաղությունը տնտեսական գործարքների միջոցով եւ Թրամփը սկսեց տնտեսական գործարքները արդեն նաև օրինակ Ասիայում, ասիական երկրների հետ, այսինքն Չինաստանը զրկվում է որոշ մենաշնորհներից։ Դեռ շուտ է այդ մասին խոսել, նույն սոյայի հարցով Ամերիկան սարսափելի կախված է եւ Ռուբիոն էր ասում, որ մենք հասկացանք եւ մենք այսուհետ պետքա սոյայի շուկան բազմազանեցնենք, հա, եւ բնականաբար հիմա ինքը փորձելու է սոյայի շուկան բազմազանեցնել, որտեղ այո, դե հազվագյուտ մետաղները Ավստրալիայի հետ արդեն պայմանագիրը կնքեցին անմիջապես Նաև Ճապոնիայի, այո, Ճապոնիայի հետ կապված բարձր տեխնոլոգիական Ճապոնիայում էր ֆանտաստիկ հանդիպում էր, ֆանտաստիկ նոր վարչապետի հետ, դե ինքը Շինջո Աբեի հետ ընկեր էր, որ ողորմածիկ որ սպանվեց։ Հիմա ուրեմն Շինջո Աբեի հովանավորյալն է վարչապետը, Սանայ Տակայիչին այսպես շատ ջերմ հանդիպում էր, անգամ եթե չեմ սխալվում, առաջին անգամ հրավիրեց ամերիկյան զորքի մոտ խոսելու, դա հետաքրքրական էր, այո, ամերիկյան զորքի մոտ չեն խոսում, այո, շատ ջերմ հանդիպում էր եւ ասաց, որ ուրեմն Ճապոնիան ուզում է, զինում է, իդեպ Ճապոնիան վերազինվում է, Ճապոնիայի բանակը մեծանում է, Ճապոնիային պատրաստում է ամերիկյան բանակը եւ հիմա էլ ասեց, մեզանից բոլորը հրթիռներ են ուզում, հատկապես F-35-ի հրթիռները, հիմա ասեց առաջին պարտիան մի շաբաթում Ճապոնիան կստանա։ Ճապոնիայի եւ այստեղ երևում է, որ Թրամփը շատ լավ հասկանում է ում հետ ինչ հարաբերություն պետք է հաստատել, շատ լավ պահեց իրան Ճապոնիայում, այսպես շատ բարեհամբույր, այսպես, չգիտեմ, տպավորիչ հանդիպում էր Ճապոնիայում եւ տեսեք, վերադառնալով ռուս-ուկրաինական խնդրին, որ մեր հեռուստատուները պետք է պատկերացնեն իրականում ինչա կատարվում։ Այդ ընդ որում այս պահի դրությամբ այդ ռուսախոս ժողովրդի համար, որի համար իբր թե պայքարում է Պուտինը, հիմա ինքը այս պահին ոչնչացնում է այդ ռուսախոս ժողովրդին, որտեղ այն շրջաններում, որտեղ այդ պատերազմները գնում է, ամբողջությամբ գնում է այդ ռուսախոս ժողովրդների շրջաններում։ Քանդեց բոլոր ռուսախոս ժողովրդերի տները, հողին հավասարացրեց, ոչնչացրեց այն էլեկտորատը, որը Ուկրաինայում բերում էր ազդեցություն ուրեմն Ռուսաստանին, միշտ Ուկրաինայի խորհրդարանում կային ռուսամետ ուժեր, բավականին, հիմա տրողը չկա էլ, տարավ պատերազմի ժամանակ ոչնչացրեց, ինքը կրեց խայտարակ, ինքը Պուտինը հասկանում է, որ պային պատերազմը դադարեցնի, ինքը դիակ է քաղաքական։ Ռուսաստանը ստրատեգիական պարտությունն արձանագրվում է, հենց դրա համար նա չի կարող դադարեցնել, որտեղ ինքը ոչ կարող է սեփական ժողովրդին պատասխան տալ, ինչի համար մտավ, այդ մի քանի գյուղը վերցրեց, որ ինչ ինքը տարածքի խնդրեմ ունի, ոչ իհարկե, իրան պետք էր Կիևը։ Հիմա էլ Լավրովը ասում է եկեք պայմանագիր կնքենք, մենք խոստանանք, որ մենք Եվրոպայի վրա չենք հարձակվի։ Ավելի մեծ ծաղրուծանակ չի կարելի պատկերացնել։ Դու Ուկրաինայի վրա չկարացա։ Որևէ երկրի։ Այո, դու ձեռս առնու ինչ որ Եվրոպա, դու ով ես, որ դու Եվրոպայի վրա հարձակվես, հա։ Ինքը իհարկե հարձակվելու էր Ուկրաինան վերցնելուց հետո, որտեղ պատկերացնում եք, այս ուկրաինական բանակը, որ միացներ իր բանակին, դա էր իր նպատակը։ Սա Եվրոպան դողալու էր, ճոկերը դողալու էր, եթե Ուկրաինան կարողանար վերցնել։ Դու գիտեք, աշխարհակարգ էր փոխվելու կտրուկ, լրիվ ուրիշ բան, Չինաստանն էր անգամ վախենալու Ռուսաստանից, դա էր նրա նպատակը, որը տապալվեց, որպեսզի հասկանան բոլորը, տապալվել է սա։ Եվ Պուտինը հիմա կանգնած է դժոխքի առջև, ինքը հասկանում է, որ ինքը տարբերակ չունի, ինքը պետք է կամ հաղթի այդ պատերազմը, կամ դա վերջն է Ռուսաստանի ու իրա։ Ռուսաստանի ազդեցության եւ այդ վերջն էլ շատ ձգվող հասկացություն է։ Բայց պետք է որ զգա, որ չի հաղթում, չէ՞։ Հենց զգում է, հիմա Կելոգի աղջիկը, գիտեք, գեներալ Կելոգի աղջիկը շատ ավելի այսպես, իդեպ Կելոգն էլ Ուկրաինայի լավագույն ընկերներից է, Կելոգի աղջիկը գրել է
պոստը հրապարակի, գրել է Կիևում էր դեպ, գրել է Ռուսաստան ու Կիևը 3 օրում վերածվեց 2 տղայի, որոնք պաշտպանում են Մոսկվան, սա խայտառակություն է, իսկ այդ 2 տղան գիտեք ովքեր են։ 2 տղան ջիպի վրա, գիտեք բան կար, չէ՞, այդ գիտեք հիմնականում մերձավոր արևելքում, այդ աֆրիկյան երկրներում են դες կրվում։ Հիմա այդ հակաօդային պաշտպանությունը, անօդաչուների դեմ պայքարը պիկապների վրա ավտոմատներ են դնում, որպեսզի կարող Կրեմլի մոտ կանգնած է 2 տղա, կանգնած է մի հատ ինչ-որ ռուս չինական համատեղ արտադրության խուժան պիկապ, որի վրա դրած է մի հատ ավտոմատ, ոչ կա պրոժեկտոր, որը պետք է լուսավորի, այսինքն մասնագետները անգամ ասում են դու սրանով ոնց ես անօդաչու գիշերով խփելու, եթե անգամ լույս չունես այդ պիկապի վրա դրած, հա։ Եվ տեսեք, ամբողջ խնդիրը հենց սրանում է կայանում, որ երբ որ Ստիվ Ուիտկոֆի ուղեղը լվացել էին, հիմա երբ որ մեկ-մեկ իբր թե ստացվում է կոնստրուկտիվ հայտարարություն են հնչում Մոսկվայից, խնդիրը նրա մասին է, որ Մոսկվան բռնցրել է Ստիվ Ուիտկոֆին, Մոսկվան պահանջում է տարածքային զիջումներ, եւ երբ որ Ամերիկան ասում է պատերազմը դադարեցնի գծով, երբ որ Մոսկվան ասում է մենք կոնստրուկտիվ ենք, Մոսկվան նկատի ունի, որ դուք պետքա Դոնբասի են մնացած մասը վերադարձնեք, եւ սա Ուիտկոֆի մեղքն է եղել։ Դրա համար է Լավրովը ասենց խոսում, ֆրացնում, եւ իրականում դրա համար Թրամփը հանձնարարեց, որ Ռուբիոն այսօր զբաղվի այդ հարցով, եւ դա շատ կարեւոր է։ Եվ ռուսները կա նախագահ, որ պետք է որոշում կայացնի։ Եվ ռուսները տակից խաղեր են տալիս, մանր խաղեր են տալիս, փորձում են ինչ-որ այդ ինչ-որ Ուիտկոֆից բռնացրած ինչ-որ մի բան փորձեն, այդ ներկայացնել, որ դա իրենք համաձայնեցրել Տրամփի հետ, դա համաձայնեցված չի եղել։ Դա համաձայնված չի եղել։ Դրանից հետո Տրամփը ասել է, ես կխորհրդակցեմ եվրոպական գործընկերների հետ, եվրոպական գործընկերների հետ խորհրդակցելուց հետո մերժվել է Ռուսաստանի այդ պահանջը։ Այո։ Ցավոք մեր ժամանակը այսօր էլ սպառվեց հարգելի հեռուստադիտողներ, վաղը նաև պարոն Չիբուխչյանի հետ։ Մենք չասեցինք դեպ խոսել, թե իրականում ինչ է արվել, ոնց է հիմա նավթի հետ կապված, բայց լավ վաղը խոսենք, ոնց է կրճատվում եւ ինչ ազդեցություն տնտեսության վրա կարող է ունենալ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք վաղը, ցտեսություն։ Հաջողություն։